Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների անմահական ջուրը հեքիաթը, սկսեցինք։ Վաղուց շատ վաղուց մի ծեր թագավոր էր ապրում, այս թագավորը 3 որդի ուներ, մի օր թագավորը ծանր հիվանդանում է, ինչ անում չեն կարողանում բուժել նրան, վշտահար որդիները պալատի այգում նստած լաց էին լինում, հանկարծ մի ճերմակամորուս ծերունի է հայտնվում ու հարցնում. Ինչու եք այդպես տխուր, երիտասարդ արքայազներ, ինչ է պատահել։ Մեր հայրը ծանր հիվանդ է, պատասխանում են եղբայրները, եւ մենք չգիտենք, թե ինչպես նրան փրկենք։ Ձեր հոր հիվանդության միակ դեղը անմահական ջուրն է, ասում է ծերունին։ Հենց որ այդ ջրից խմի, անմիջապես կլավանա։ Բայց այդ ջուրը դժվար է գտնել։ Ավակ եղբայրն ասում է. Ինչ էլ լինի, ես կբերեմ անմահական ջուրը։ Նա հիվանդ թագավորից թույլտվություն է խնդրում, որ գնա անմահական ջուրը բերելու։ Դա շատ վտանգավոր է, ասում է թագավորը, ես չեմ կարող թույլ տալ, որ գնաս։ Ավակ որդին այնքան է խնդրում աղաչում, մինչև հայրը համաձայնում է։ Տղան մտածում է, անմահական ջուրը կբերեմ, հայրս կբուժվի և գահն ինձ կժառանգի։ Ձին հեծնում է ու ճանապարհ ընկնում։ Գնում է, տեսնում է ծառի տակ մի թզուկ է նստած։ Այդ ուր է շտապում, արքայազն, հարցնում է թզուկը։ Քեզ ինչ, հիմար թզուկ, պատասխանում է թագավորի տղան ու շարունակում ճանապարհը։ Վիրավորված թզուկն անիծում է տղային։ Թագավորի տղան գնում է, ընկնում մի մութ կիրճ։ Այդ կիրճով որքան առաջ է գնում, այնքան ճանապարհը նեղանում է, դառնում է մի նեղ արահետ։ Թագավորի տղան մնում է այդ նեղ կիրճում փակված, ոչ առաջ է կարողանում գնալ, ոչ հետ։ Հիվանդ թագավորը և եղբայրները սպասում, բայց ավակ որդին չի վերադառնում։ Այդ ժամանակ միջնեկ որդին է գալիս հոր մոտ։ Հայր, թույլ տուր ես գնամ անմահական ջուրը փնտրելու։ Իսկ մտքում ուրախանում է, եթե ավակ եղբայրս մահացած լինի, թագավորությունը ինձ կմնա։ Թագավորը սկզբում թույլ չի տալիս, բայց տղան ի վերջո համոզում է, ձին հեծնում է ու ճանապարհ ընկնում։ Միջնեկ եղբայրն էլ նույն ճանապարհով գնում է ու հանդիպում է նույն թզուկին։ Այդ ուր ես գնում, արքայազն, հարցնում է թզուկը։ Քո գործը չէ, ասում է թագավորի տղան ու ձին քշում հեռանում։ Թզուկը նրան էլ է անիծում ու միջնեկ տղան էլ է ավակ եղբոր բախտին արժանանում։ Մնում է մութ կիրճում, ոչ առաջ է կարողանում գնալ, ոչ հետ։ Թագավորի կրտսեր որդին տեսնում է, որ եղբայրները հետ չեկան, հիմա էլ ինքն է գնում հոր մոտ և թույլտվություն խնդրում, որ գնա անմահական ջրի հետևից։ Թագավորը ստիպված նրան էլ է թողնում։ Կրտսեր եղբայրն էլ է ճանապարհին հանդիպում թզուկին։ Ուր ես գնում, արքայազն, հարցնում է թզուկը։ Արքայազնը ձին կանգնեցնում է։ Հայրս ծանր հիվանդ է, ասում է, գնում եմ անմահական ջուրը բերելու։ Իսկ գիտես, թե որտեղ է անմահական ջուրը։ Ոչ, պատասխանում է թագավորի որդին, չգիտեմ։ Որ այդպես համեստ ես ու բարի, ես քեզ ցույց կտամ անմահական ջրի տեղն ու կասեմ, թե ինչ անես։ Անմահական ջրի աղբյուրը կախարդված ամրոցի բակում է։ Վերցրու այս փայտիկն ու 2 բլիթը։ Հենց որ հասնես կախարդված ամրոցին, փայտիկով 3 անգամ խփիր դարպասին, և դարպասը կբացվի։ Ամրոցի բակում 2 առյուծ կտեսնես։ Նրանք կհարձակվեն քեզ վրա, բայց դու չվախենաս։ Բլիթներն առյուծների դիմաց կգցես և նրանք քեզ ձեռք չեն տա։ Առանց ժամանակ կորցնելու կգնաս աղբյուրի մոտ, ուժդ ջուր կլցնես, մինչև կեսգիշեր կհեռանաս ամրոցից, այլապես այնտեղ բանտարկված կմնաս։ Թագավորի կրտսեր որդին շնորհակալություն է հայտնում թզուկից, վերցնում է փայտիկն ու բլիթները և շարունակում ճանապարհը։ Շուտով հասնում է կախարդված ամրոցին։ Նա թզուկի տված փայտիկով 3 անգամ հարվածում է դարպասին և դարպասը բացվում է։ Թագավորի տղան բլիթները տալիս է առյուծներին և մտնում ամրոց։ Անցնում է մի գեղեցիկ դահլիճով, որտեղ կախարդված արքայորդիներն էին նստած։ Տղան նրանց մատներից հանում է մատանիները, վերցնում է նրանց մոտ դրված հացն ու սուրը, այնուհետև մտնում է մի սենյակ, որտեղ գեղեցկուհի արքայադուստրն էր նստած։ Տղային տեսնելով արքայադուստրը շատ է ուրախանում, փաթաթվում է ու համբուրում նրան։ Դու ինձ ազատեցիր կախարդանքից, ասում է նա։
Իմ ամբողջ թագավորությունը քոնն է, ուղիղ 1 տարի հետո կվերադառնաս և մենք կամուսնանանք։ Արքայադուստրը տղային ցույց է տալիս անմահական ջրի տեղը և զգուշացնում, որ մինչև կեսգիշեր հեռանա ամրոցից։ Թագավորի կրտսեր որդին մտնում է հաջորդ սենյակը, տեսնում է անկողին է բացված, այնքան հոգնած է լինում, որ պառկում է ու քնում։ Երբ արթնանում է, կեսգիշերին մոտ է լինում, տեղից վեր է թռչում, վազում կժի մեջ աղբյուրից ջուր լցնում ու դուրս գալիս։ Դարպասներից դուրս գալու պահին ժամացույցը զարկում է կեսգիշերը և դարպասներն ուժգին փակվում են։ Թագավորի կրտսեր որդին ուրախ շտապում է տուն հիվանդ հոր մոտ։ Տունդարձի ճանապարհին նորից է հանդիպում թզուկին։ Թզուկը տեսնելով տղայի ձեռքին սուրն ու հացը ասում է. «Այդ սրով դու միայնակ մի ամբողջ բանակ կարող ես կոտորել, իսկ հացը ինչքան ուտես չի վերջանա»։ Բայց թագավորի կրտսեր որդին չի ցանկանում առանց եղբայրների տուն վերադառնալ։ «Սիրելի թզուկ, չգիտես թե որտեղ են իմ եղբայրները, նրանք էլ էին գնացել անմահական ջրի հետևից ու չեն վերադարձել»։ «Քո եղբայրները բանտարկված են մութ կիրճում», ասում է թզուկը, «ես եմ նրանց պատժել իրենց գոռոզության համար»։ Թագավորի կրտսեր որդին աղաչում պաղատում է թզուկին, որ իր եղբայրներին ազատի։ Թզուկը համաձայնվում է, բայց ասում է. «Զգուշացիր եղբայրներիցդ, նրանք չար սիրտ ունեն»։ Թագավորի կրտսեր որդին պատմում է եղբայրներին, թե ինչպես է գտել անմահական ջուրը և ազատել գեղեցիկ արքայադստերը, որի հետ 1 տարի հետո պետք է ամուսնանա։ Եղբայրները ճանապարհվում են տուն։ Գնում, հասնում են մի երկիր։ Այդ երկիրը վտանգի մեջ էր։ Թշնամիները 4 կողմից հարձակվել էին, ժողովուրդն էլ սովամահ էր լինում։ Տղան կախարդական սրով կոտորում է բոլոր թշնամիներին, կախարդական հացով էլ կերակրում է ժողովրդին։ Ճանապարհին 2 ուրիշ թագավորություն էլ են փրկում սովից ու պատերազմից, հետո նավ են նստում ու ծովով շարունակում ճանապարհը։ Ավագ եղբայրները նախանձում են, որ կրտսեր եղբայրն է բերել անմահական ջուրը և որոշում են ազատվել նրանից։ Երբ կրտսեր եղբայրը քնում է, նրանք գողանում են անմահական ջուրը և տեղը ծովի աղի ջուր են լցնում։ Տուն հասնելուն պես թագավորի կրտսեր որդին կուժը տալիս է հորը։ Թագավորը խմում է և ավելի է վատանում։ Այդ ժամանակ ավագ որդիները բերում են իսկական անմահական ջուրը։ Թագավորը մի կում խմում է և անմիջապես լավանում։ Ավագ եղբայրները ծաղրում են կրտսեր եղբորը. «Դու չարչարվեցիր, բերեցիր անմահական ջուրը, բայց պարգևը մենք ենք ստանալու։ Մենք փոխել ենք քո բերած անմահական ջուրը, տեղը ծովի ջուր ենք լցրել։ Մի տարի հետո էլ մեզանից մեկը կգնա, կամուսնանա գեղեցկուհի արքայադստեր հետ։ Բայց տես հա, մտքովդ չանցնի մեզ մատնել, միևնույնն է, թագավորը քեզ չի հավատա»։ Ձեր թագավորը հավատում է ավագ որդիների ասածներին, իբր կրտսեր տղան իսկապես ուզում էր կործանել իրեն և հրամայում է գաղտնի սպանել նրան։ Մի օր թագավորի կրտսեր տղան պալատական որսորդներից մեկի հետ որսի է գնում։ Երբ մենակ են մնում անտառում, որսորդը խոստովանում է, որ թագավորը հրամայել է տղային սպանել։ «Ինձ մի սպանիր», խնդրում է թագավորի տղան, «ավելի լավ է իմ թագավորական շորերը վերցրու, քո հասարակ շորերը ինձ տուր և ես կմնամ անտառում»։ Որսորդը համաձայնվում է, շորերը փոխում են։ Որսորդը վերադառնում է պալատ, իսկ թագավորի կրտսեր որդին գնում է անտառի խորքերը։ Որոշ ժամանակ անց ծերունի թագավորը իր կրտսեր որդու անունով 3 սայր ոսկի ու թանկարժեք քարեր է ստանում։ Դրանք այն 3 երկրների թագավորներն էին ուղարկել, որոնց օգնել էր նա ճանապարհին։ Ծերունի թագավորը գլխի է ընկնում, որ իր որդին անմեղ էր և հառաչում է. «Ախ, երանի որդիս կենդանի լիներ»։ Այստեղ որսորդը թագավորին խոստովանում է, որ ինքը չի սպանել թագավորի որդուն։ Շատ է ուրախանում հայր թագավորը և ամբողջ թագավորությունով մեկ հայտարարում է, որ ինքը ներել է կրտսեր որդուն և նա կարող է վերադառնալ տուն։ Այդ ընթացքում կախարդված ամրոցի գեղեցկուհի արքայադուստրը հրամայում է մի ոսկեկուր ճանապարհ կառուցել իր ամրոցի առաջ և իր ծառաներին ասում է. «Ով որ այդ ճանապարհով ձին քշած գա, նա է իմ իսկական փեսացուն։ Ներս կթողնեք, իսկ ով ճանապարհից թեքվի, կողքի արահետով գա, չընդունեք»։ Որոշ ժամանակ անց թագավորի ավագ որդին գնում է, որ ամուսնանա կախարդված ամրոցի գեղեցկուհի արքայադստեր հետ և տիրանա նրա թագավորությանը։ Երբ հասնում է ամրոցի ոսկեկուր ճանապարհին, ափսոսում է այդ ճանապարհով գնալ ու ձին քշում է աջ կողմի արահետով։ Ամրոցի պահապանները ներս չեն թողնում նրան։ «Դու իսկական փեսացուն չես, հեռացիր»։
Հետո միջնեկ եղբայրն է գնում, հասնում է ոսկեկուր ճանապարհին, մտածում է. ափսոս է այս ճանապարհը, նա էլ ձախ կողմի արահետով է մոտենում դարպասին, պահապանները նրան էլ ներս չեն թողնում։ Հենց այդ ժամանակ լրանում է 1 տարին և թագավորի կրտսեր որդին որոշում է գնալ իր սիրեցյալի մոտ։ Մտքերի մեջ ընկած գնում է և չի նկատում, որ ճանապարհը ոսկեկուռ է, քշում է ուղիղ այդ ճանապարհով։ Դարպասը լայն բացվում է նրա առաջ, արքայադուստրը ուրախ դիմավորում է նրան, մեծ հարսանիք են անում, ուրախանում։ Արքայադուստրը պատմում է, որ տղայի հայրը ներել է նրան և նա կարող է վերադառնալ։ Թագավորի կրտսեր որդին կնոջ հետ վերադառնում է տուն։ Նա հորը պատմում է, թե ինչպես են եղբայրները խաբել իրեն ու ստիպել, որ լռի։ Թագավորը ուզում է պատժել մեծ որդիներին, բայց նրանք նավ էին նստել ու բաց ծով ելել։ Չար մարդը միշտ էլ վատ ավարտ է ունենում, սիրելիներս, եղեք բարի և սիրեք միմյանց։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակոճակը։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։